Իմ շատ սիրելի հետևորդներին ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս աշխարհում եք սփռված իմ հայ ժողովուրդ, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, քեֆ, հալ, առողջություն, էտա գիտեմ մենք հայերս այս ընթացքում անընդհատ գործերի մեջ ենք, անընդհատ հոգսերի մեջ ենք, բայց դրան զուգահեռ մեկ որ հասկանում ես տունը թյուր է գալիս, համ ուրախանում ես, համ ավելի խառնվում։ Ինչևէ, ես միշտ ուրախ եմ, սիրում եմ հյուրերին, սիրում եմ շփումը, գիտեք։ Ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, պարզ, հասարակ, սովորական խոհանոց, առանց անհասանելի բաղադրատոմսերի, ես եմ, Անահիտն եմ, ապրում եմ Լորվա մարզում, սիրում եմ իմ առօրյով ձեր հետ կիսվել ընդամենը, այնպես չի, որ նորարարություններ եմ ասում, չէ, իմ առօրյան մի քանի րոպեով ձեզ բոլորիդ ասում եմ եկեք գնանք դեպի Անահիտի խոհանոց, մեկ էլ եթե սիրում եք մեզ, հավանում եք իմ շարժու ձևը, ինչ-որ մի օգտակար բան եք նկատում իմ արած դրածի մեջ, չենք մոռանում լայքել, քանի որ սիրելի հետևորդներս լայքը ընդամենը տարածում է իմ աշխատանքը։ Ինչևէ, հյուրերս գալու են, հյուր եմ սպասում, առաջնահերթ սրան եմ թխել։ Հասարակ, բայց շատ համով հին ու բարի ժամանակների հավեսով տորթերից մեկն է։ Էջում արդեն կա, բայց այս ամենը, որ նկարում եմ, նույն օրվա մեջ եմ նկարում, բայց թե նույն օրվա մեջ էլ հոչ եմ դնում, սիրելի հետևորդներ, երբեմն մի քիչ թյուրիմացության մեջ եք ընկնում, պատճառը դա է։ Հիմա դեսերտի հարցը լուծված է, դրա հետ միրգ, հյութ, մառանելիքը կոմպոտ, պարզա, էլ չասեմ խանութի գազիրովնի սոկերը, որ շատ երեխեք ձգտում են այդ հյութերին, քան թե տնական օրինակ վիշնյայի կամպոտին, շպանկայի կամպոտին, որի համար ես ուղղակի գժվում եմ, մեր մեջ ասած։ Հիմա, ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքս էջում, նկատած կլինեք, որ եթե խոսքը վերաբերվում է ձկանը, ես միշտ շատ եմ գնում, սիրելի հետևորդներս, միանգամից, օրինակ մի 10-15 հատ գնում եմ, պարզավոր այդքանը միանգամից չես օգտագործում, ու լավ մաքրում եմ, տեսակավորում, որով ինչ կպատրաստեմ, ուղարկում եմ սառցախցիկ, ձուկնել կարում ես մինչև 40-45 օր պահես սառցախցիկում, չի փշրվում, չի փչանում, ոչ մի բան էլ չի լինում, սիրելի հետևորդներս, հիմա սառցախցիկից մեր հայկական համով հոտով սիգն եմ հանել, այս իմ առօրյայում օգտագործվող կարմիր պղպեղն է, ինձ հետո է պետք գալու, այստեղ էլ հատուկ ամանի մեջ ես ձկան համար ունեմ և խոշորաղ և կարմիր պերեց, ձուկը ես դրանով եմ համեմում, ուրիշ համեմունքներ չեմ անում, սիրելի հետևորդներս, բայց հիմա այստեղ էլ ունեմ սովորական մանրախ, այս էլ արդեն ձուկն է, մի քիչ սենց աղոտենք, ու որ էլ ձեռքս աղամանի մեջ չմրցնեմ, շատ վերցրի, եթե նկատեցիք, 4 ձուկ եմ պատրաստելու, ձուկնել են բաննա, ճիշտ է մի օր շուտ հաճելի կլներ, բայց հյուրերս եկան համ պատրաստից, ես էլ իրանց ճաշակն իմանալով սիգն եմ նախընտրել, պատրաստեմ, սիրելի հետևորդներս, այսենց, մի հատ սենց տարածեն, այս մի ձեռքս չոր եմ պահում, քանի որ սրանից էլ եմ օգտվել, 9 թ. հասավ, դրա հետ միասին 4 հատ, 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 4 հ
այս սրան, սա սենց, հավեսով աղում ենք, աղենք ցանոց, ոչ թե աղելը բազմի մաստ բառա չէ, հիմա որպեսզի մի քիչ համվերցնելու պահը արագանա, այսենց օգնելու եմ էլի իրան, որ շուտ կարողանա համը վերցնի, սիրելիներ ջան, այսենց, այսպես, սիրելի հետևորդներ, խոհանոցումս աշխատում եմ էլ այսպիսի պլաստմասի տախտակներ չօգտագործեմ, բայց եթե օգտագործում եմ ձուկ, արդեն իսկ սրանով։ Հիմա թողելու եմ մի 40 րոպե ոճավել, քանի որ ժամանակ չկա ու կասեմ ինչ ենք անում։ Հիմա սիրելի հետևորդներ, սանցել է որոշակի ժամանակ, վերցնում եմ տապակ, իհարկե, քանի որ ուզում եմ տապակեմ իրանց, տեսեք, ինչքան ոչ շատ, ոչ էլ շատ քիչ, դուսայող ու կդնեմ կրակին, որ տաքանամ, մինչ կտաքանա, եկեք պատրաստենք խյուսը, հա, խյուս չէ, փոշին ես կասեի, խյուս, պարտադիր աղ, եթե կծու եք սիրում կծու, մեր դեպքում երեխաներ են լինելու, ես չեմ վերցնում, իսկ որպես աղցան, թարմ բանջարեղենով աղցան եմ պատրաստելու, ես գիտեք, սիրում եմ ձեռքերով աշխատել եմ, իմ հյուրերը, իմ ձեռի համն ու հոտը լավ գիտեն, այնպես որ լիվ նորմալա, մի հատ կացախ աջրով վերջում ձեռքերս կլվանամ ու ամեն ինչ օքեյ է։ Իրանա այսինչ հավեսով պտտում ենք ալյուրի մեջ։ Սա մեկ, սա երկու, ու երկու կտապակեմ, այսպես, այնուհետև փոխեմ տապակ, և կտապակեմ, մինչև երկու կողմից կկարմրի։
Հիմա սիրելի հետևորդներս երկու ձուկներն են տապակվում են, երկուսն էլ նախապատրաստել եմ, ինչ ենք անում, իհարկե մատուցման ափսեն ենք պատրաստում, մատուցելու եմ այս գեղեցիկ ափսերի մեջ, լավաշով, մոտենանք, կողքնում եմ, բարեհաջող ձևով շրջել եմ, մոտենա, կհանեմ, իրանք ամեն կողմից տեսնում եք ինչ հավերքով եծվել են, ոչինչ մասը և ինձ եմ մոտեցնում հաջորդը կապարիչում և սպասում տապակվի։ Ահա, սիրելի հետևորդներն, ձուկը տապակել եմ, կարտոֆիլներ այրովիլում պատրաստել, հիմա ինչ ամեզ մնում, հասկանանք ինչպես ենք մատուցում, ստացվել են կոլմիս, համով, խրտ թան ու ամենակարևորը ընդհանուր տեսքով այսպիսի ձկնիկներ, չէ որ գիտեք իմ համար մատուցման ձևն էլ է շատ կարևոր, ես ի սկզբանե սիրում եմ գեղեցիկ մատուցում, ինչ ենք անում, ինչ ձուկ առանց կիտրոնի, համաձայն եք չեմ, բայց սոխը, դարամ սենց ընդհանուր տնեմ, բայց չուզեցի, չնախընտրեցի, և սիրելի հետևորդներս, այս չելիները այստեղ ինձ աչքով արեցին, չեմ կանում, այս սենցիամ, մատուցում ենք, այսպես, մեր համով հոտով ուտեստը պատրաստ է, դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսում։